Ինչ են ասում են Էթիոնյան արքաները եկան օգնության իրենց։ Այսինքն կար որոշակի ալյանս, կար որոշակի դաշինք այս տարածը Ալաշկերտի, այդ հատվածի եւ Էթիոնյան արքաների միջև։ Երբ որ մենք ունենք սպառնալիք, մենք սկսում ենք միավորվել, ընդդեմ համախմբվել այդ սպառնալիքի հետ։ Տուշպան դառնում է, չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, մայրաքաղաք, հա, մենք տեսնում ենք, որ Արարատի երկրի արքաները սկսում են գլխավորապես արշավանքներ նաև դեպի հյուսիս, դեպի Էթիոնի։ Բարև ձեզ, այսօր մանկուր պատմության հյուրն էր Միքայել Բադալյանը, նորից կրկին ձեր այսպես խնդրանքներին նաև հետևելով եւ այսօր մենք խոսեցինք, շարունակեցինք Ուրարտուի թեման, բայց խոսեցինք մեկ այլ շատ հետաքրքիր այսպես բաղկացուցիչ մասի հայոց պատմության, դա Էթիոնի երկրի մասին է կամ Էթիոնի ցեղային համադաշնության մասին է, որը անտեսված է ցավոք սրտի, որի մասին մենք այդքան շատ չենք խոսում, բայց որի մասին շատ խոսել են ուրարտական թագավորները, ուրարտական տիրակալները, որոնք պարբերաբար ստիպված են եղել նվաճել այս երկիրը, ստիպված են եղել գտնել համակեցություն հայոց երկրի հետ, եւ նաեւ ինչով է դա կարեւոր, որ ուրարտական շերտի հետ մեկտեղ Էթիոնին դա մեր այսպես պատմական ժառանգության հիմքն է, հա, հիմնային մի շերտն է, որի միախառնվելով, որի այսպես փոխգործակցելով այս երկու մշակույթները ի վերջո ստեղծեցին այն, ինչ որ պետք է դառներ հայկական մշակույթ։ Մենք խոսել ենք Էթիոնի տեղադրության մասին, մենք խոսել ենք աղբյուրների մասին, մենք խոսել ենք սովորական մարդու կյանքի մասին, փորձել ենք հասկանանք ինչ էր ուտում, ինչպես էր ապրում եւ ընդհանրապես նաեւ խոսել ենք սիմվոլների մասին, շատ հետաքրքիր մի կտոր ունենք, այն ինչ որ մենք կոչում ենք կենացար, այսինքն հիմքերը գալիս են դեռ Էթիոնի շրջանից եւ Միքայելը շատ լավ մի հետաքրքիր վարկած ունի, հիպոթեզ ունի, որը մեզ ներկայացրել է։ Դուք էլ լսեք եւ տեսեք ինչքանով է այն հավաստի եւ ինչքանով է այն այսպես հետաքրքիր նաեւ ձեր համար, անպայման դիտեք, շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, դիտեք մեր հաղորդումը եւ կարդացեք պատմություն, այն շատ հետաքրքիր է եւ շատ օգտակար։ Միքայել ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Շատ ուրախ եմ նորից քեզ հյուրընկալելու, որտեվ դու մեր այս հաղորդաշարի առաջին հյուրն ես ու կարելի է ասել, որ քո մեծ այսպես ավանդն ես ունեցել այս հաղորդման կայացման մեջ, հիմա արդեն 50-ին ենք մոտենում ու նաև դիտողներն էին շատ պահանջում, որ քեզ նորից կանչեմ եւ նաև երբ որ մտածում եմ ինչ թեմայի շուրջ կարելի է խոսել, մտածեցի, որ նախորդ մեր զրույցի ժամանակ մի քանի անգամ նշեցինք Էթիոնիների մասին, հա, Էթիոնի քաղաքակրթություն, հա, ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, որոշեցի, որ դրա մասին խոսեինք ու քանի որ նյութել քիչ կա, ես փորձեցի ինչ-որ բաներ գտնեմ, կարդամ միջև պատրաստվելու համար այս հաղորդումը, շատ բան չգտա, դրա համար արի սկսենք տարածքից, հա, աշխարհագրությունից, որտեղ էին իրենք, ասենք, որտեղ ենք մենք գտնում Էթիոնիներին Կամ ճիշտ եմ ասում Էթիոնին, հա։ Նախ շատ շնորհակալություն Սուրեն ջան, շատ ուրախ եմ, որ քո հաղորդման հյուրն եմ, եւ շատ հետաքրքիր ձևաչափ է, որի կարիքը շատ կար, ինքս էլ մեծ հաճույքով նայում եմ ձեր հաղորդումները։ Շնորհակալ եմ։ Վերջերս Արման Եղիազարյանի հաղորդումն էի նայում Աշոտ Երկաթի մասին, ահագին բան սովորեցի։ Էթիոնին ինքը կարելի ասել եւ տարածական, բայց ինքը նաեւ գաղափարական հասկացողություն է։ Երբ որ մենք խոսում ենք Էթիոնիի մասին, առաջինը մենք պետքա հասկանանք երկու կարևոր տարբերակում։ Մեկը Էթիոնյան մշակույթը շուտով կասեմ թե դա ինչ է նշանակում եւ մյուսը այն ժամանակաշրջանը, երբ որ արդեն մենք ունենք գրավոր հստակ աղբյուրներ Էթիոնիի մասին։ Մեր գրավոր աղբյուրները սկսվում են ուրարտական տերության կազմավորումից հետո, երբ որ սեպագիրը դառնում է ուրարտական տերության
հա, այսպես պետական գրային համակարգը եւ այդ ժամանակվանից ի վեր մենք ունենք տեղեկություններ Էթյունի մասին, որ ըստ երևույթին համադաշնություն էր, ցեղային համադաշնություն էր։ Սակայն իր մշակույթով Էթյունին շատ ավելի հետ է գնում եւ դուք լսել եք երևի Լճաշեն Մեծամորյան մշակույթ։ Հա, այս եզրույթը Էթյունին այդ Լճաշեն Մեծամորյան եզրույթն է, բայց ավելի լայն իմաստով։ Եվ մենք առնվազն Քրիստոսից առաջ 16-ից 15-րդ դարում, երբ որ հայկական լեռնաշխարհում, հա, սկսվում է ուշ բրոնզի շրջափուլը, այդ ժամանակաշրջանից մենք հստակորեն կարող ենք խոսել Էթյունյան կամ Լճաշեն Մեծամորյան մշակույթի մասին։ Աշխարհագրական տարածքը մենք կարող ենք ասել, որ Ուրարտական ժամանակաշրջանի Էթյունին, այդ համադաշնությունը, որի մեջ մտնում էին տարբեր ցեղեր, տարբեր երկրամասեր, որը համադաշնություն է նաև, որը գաղափարական, գուցե նաև հոգևոր առումով, որ միավորում էր այդ երկրներին եւ նույն աստվածների պանթեոն այդ ցեղերին, ինքը ըստ երևույթին Կարսից տարածվում է մինչև Սյունիք, գուցե Արցախ, Սևանա լճի ավազան, այս հատվածն է եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը ընդգրկված է եղել Էթյունի ցեղային այս համադաշնության կազմում։ Մի շրջան, որը պատմական ինչ-որ մի փուլում մենք սկսեցին կոչել Արևելյան Հայաստան, այն տարբերակելով, հա, Արևմտյան Հայաստանից։ Հետաքրքիր է, գիտեք, երբ որ օրինակ նույն Հայկի եւ Բելի այս պատումը նայում ես, հա, հետո գալիս է մի փուլ, գիտենք, երբ որ արդեն Հայկի սերունդները սկսում էին տարածվել եւ հետաքրքիր է, որ արդեն խորենացին կենտրոնանում է այս տարածաշրջանի վրա, հիշում եք, ասենք օրինակ Գեղամը, հա, Գեղամից Գեղամա աշխարհը, Գեղամա ծովը, Սիսակից Սյունիքը, Սիսական աշխարհը, Արամանյակը պետքա որ Արարատյան դաշտում թաղված լիներ, այսինքն այս առումով էլ ինքը շատ հետաքրքիր է։ Հա, այսինքն սկզբից եկել են հարկում, հետո դեղից տարածվել են դեպի հյուսիս, էլի։ Տարածքի հետ հասկացանք, ու դու մի քանի անգամ շեշտեցիր, որ ցեղային այսպես համադաշնություններ, շատ ցեղերից էր բաղկացած։ Մենք այդ տարբեր ցեղերի անունները գիտենք, թե Իհարկե։ Իհարկե, տեսեք, Էթյունի մասին մենք նախ պետքա խոսենք, որ ինչն էր բնորոշ շատ Էթյունին, հա, տեսեք, երբ որ մենք միջին բրոնզի շրջափուլը հայկական լեռնաշխարհում ավարտվում է, գիտենք, որ հիմնականում միջին բրոնզը ներկայացված է հիմնականում դամբարաններով, բնակավայրերը քիչ են, թեպետ այսօր գնալով բնակավայրերը շատանում են, այսինքն նաև փոխվում են մեր պատկերացումները, որ միջին բրոնզի շրջափուլում եղել են միայն դամբարաններ։ Եվ կարելի ասել, այս միջին բրոնզի ժամանակաշրջանում, արդեն վերջի փուլում գիտենք կան մշակույթներ, որ անվանում են Կարմիր Բերդյան մշակույթ, Սևան Արցախյան մշակույթ, Վան Ուրմյական մշակույթ, այ որոշակի նաև առումով ինչ որ միա այսպես իրար հարաբերվելու փոխառնչվելու միտումներ են գնում եւ ուշ բրոնզի շրջափուլում խոսքը վերաբերվում է Քրիստոսից առաջ 16-15-րդ դարին, արդեն սկսվում են բնակավայրերը, կիկլոպյան այս կառույցները, կիկլոպյան ամրոցները, հատկապես մեծ քարերով կիկլոպյան ամրոցները տեղի ունենում հասարակության խիստ սոցիալականացում, ռազմականացում, թաղման տարբեր տեսակի, հա, միանման ծեսեր եւ այլն եւ այլն։ Այս առումով նույն ուշ եւ բրոնզ երկաթի շրջափուլերը, երբ որ նայում ենք, պետք է ասենք, որ հայկական լեռնաշխարհը գոնե հնագիտական, պատմամշակութային առումով իր տարածքը գրեթե միատարր է։ Այսինքն այն մշակութային իրողությունները, որ մենք տեսնում ենք օրինակ Արարատյան դաշտում, նույնը տեսնում ենք նաև շատ նման բարձր հայքում, հա, Վանի տարածաշրջանում, Գուգարքում եւ այսպես շարունակ։ Սակայն կան որոշակի գոտիներ, օրինակ
հայկական լեռնաշխարհի օրինակ հարավ-արևմտյան գոտին մեր աղձնիկ, ծոպք այս հատվածը, որը ավելի շատ ձգտում է դեպի խեթական աշխարհ, ձգտում է դեպի հյուսիսային Սիրիա, Միջագետք եւ բնականաբար Վան եւ Ուրմիա լճերի միջև ընկած այս տարածք եւ հարավ Կորդուկ, հա, այս մեր պատմական Հայաստանի մեծ հայքի Կորդուկ նահանգի տարածք, իրանք շատ ավելի փոխառնչությունների մեջ էին Միջագետքի հետ, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք ընդհանուր ընկալումներ, հա, նույնատիպ կիկլոպյան ամրոցներ, սև խեցեղեն, հասարակության ռազմականացում, զենքերն են նույնը, թաղման ծեսն է նույնը, այսինքն ինչ որ բաներ, ես չեմ խոսում, հա, էթնիկության մասին, տարբեր ընկալումներ այս լեռնաշխարհի տարածքը միավորում էր, մենք ունենք գոնե մշակութային ընդհանրություններ ունեցող եւ այս առումով կարելի ասել, որ որոշակի առանձնահատկություններով հայկական լեռնաշխարհի գրեթե ամբողջ տարածքը միատար է ուշ բրոնզի դարից առնվազն սկսած։ Հա։ Եվ այստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Այստեղ տեղի են ունենում մի քանի կարևոր իրադարձություններ։ Տեսեք, այս ցեղերը, որ կային, իրանք իրար հետ նաև պատերազմում էին, իրանք իրար հետ հարաբերվում էին, իրենք նաև այն ժամանակվա, այսպես ասած, աշխարհի տարբեր քաղաքական զարգացումների մաս էին կազմում, որովհետև ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհում կային տարբեր ալյանսներ։ Այդ ալիև հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ պետք է ընտրեին, թե իրենք որ ալյանսին են, որ ուղղությանն են հարում, այսպես ասած, հա, ինչպես այսօր է մեզ մոտ։ Մեկը շատ դա խեթական, այսպես ալյանսներ եւ բնականաբար այդ ծոպքի, աղձնիքի այդ հատվածները ավելի շատ հարում էին դեպի խեթական այս ալյանսին։ Մյուսը դա Եգիպտոս, Միտանի, Ասորեստան, հա, այս մի ալյանսն էր, Բաբելոն, Կասիտական Բաբելոն եւ օրինակ նյութը նաեւ հնագիտական նյութը եւս փաստում է դա նույն մեծամորից հայտնաբերված նույն Կասիտական Բաբելոնյան օրինակ կնիքը, գորդ կշռաքարը հայտնի, նույն օրինակ եգիպտամիտանիական կնիքները գտնված մեր Հայաստանի տարբեր հնավայրերից, եգիպտական կոյաբզեզները, այսինքն սա խոսում է այն մասին, որ օրինակ այս մեր Հայաստանի Հանրապետության այս տարածքը, որտեղ մենք կանք, ինքը ամենայն հավանականությամբ հարել է այդ Եգիպտոս, Կասիտական Բաբելոն, այդ դաշինքին, հա, սա շատ հետաքրքիր է, եւ լինում են փոխառնչություններ, առևտուր, տարբեր տեսակի փոխառնչություններ, նաև ինչ որ առումով նաև իմաստության, այսպես իմաստության փոփոխություն, իրար երբ որ նաև հոգևոր արժեքների փոխառնչություններ, սինկրետացում եւ այսպես մենք կարող ենք շարունակել։ Բայց ասպարեզ է գալիս մի շատ հավակնոտ ուժ, որը ասորեստանյան պետությունն էր։ Եվ ասորեստանյան տերությունը կամաց սկսվում է արդեն վերածվել բավական հզոր խաղացողի։ Եվ տեղի են ունենում, սկսում են տեղի ունենալ արշավանքներ դեպի հայկական լեռնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհում այդ ժամանակ մեզ հայտնի են տարբեր երկրանուններ, տարբեր ցեղանուններ, որոնցից ամենահայտնին հիշատակվում է Նայրի անունով։ Նայրին ինքը եւս ուներ, այսպես բաղկացած էր տարբեր ցեղերից, որոնց առաջնորդները անվանում էին արքաներ։ Հա, մենք ունենք 40-ից ավել հիշատակություն Նայրի արքաների, 60 արքաների Նայրի։ Հա, այսինքն պատկերացրեք այն տարածքը, որը մի կիկլոպյան ամրոց ուներ կամ մի քանի կիկլոպյան ամրոց ուներ եւ որոշակի տարածք, ինքը իրեն հռչակում էր այսպես արքա եւ այդպես իրենք հիշատակում են ասորեստանյան աղբյուրներում։ Նույնը իդեպ երբ որ Վանի թագավորության, հա, Արարատի թագավորության արքաներն էին արշավում այս կամ տեղ, նույն օրինակ այս տարածքները Սևանի ավազան, օրինակ հիշատակում է Վելիքուխի երկրի 23 արքաների մասին։ Վելիքուխին դա Գեղարքունիքն է, այսօրվա Գավառի տարածաշրջանը եւ պատկերացրեք այդ մի փոքր տեղը 23, հա, որ հաշվում է այնտեղ
20-ից ավել, հա, Կիկլոպյան ամրոցներ կա, գուցե մի քիչ ավել, այսինքն ամեն մեկը, ով որ տիրում էր Կիկլոպյան ամրոցի, իրեն անվանում էր արքա։ Եվ ինչա տեղի ունենում, երբ որ ասորեստանյան արշավանքները տեղի էին ունենում, բնականաբար ասորեստանյան արշավանքները սպառնալիք էին Լեռնաշխարհի համար։ Եվ երբ որ մենք ունենք սպառնալիք, մենք սկսում ենք միավորվել, ընդդեմ համախմբվել այդ սպառնալիքի հետ, երբ որ մենք օրինակ պատկերացրեք կարող ենք լինել կողքի դուք լինեք կողքի բակում մենք մյուս բակում, հա, եւ կարող է իրար հետ նույնիսկ կռվենք, վիճենք, բայց երբ որ մեկը ուրիշ գալիս է մի հատ ուժ, մենք հասկանում ենք, որ եթե մենք չմիավորվենք, այդ ուժը մեզ տիրելու է, մեզ հաղթելու է, դրա համար մեզ պետք է միավորվել։ Այստեղ նույնիսկ, այսպես ասեմ, կարևոր չի էթնիկությունը, կարևորը ընդհանուր գաղափարն է։ Եվ այս առումով հայկական լեռնաշխարհին, այս ասորեստանյան նվաճողական նկարտումները մեծապես նպաստում են, որպեսզի լեռնաշխարհի տարածքի մի մասը կոնսոլիդացվի եւ միավորվի այս նայրի կոչվող ուրեմն այս երկրի այս համադաշնության շուրջ, որը նաև ինչ որ առումով տեղ կա կարելի է դիտարկել որպես տարածքային ընկալում, տարածքային միավոր, բայց նաև կարելի է ընկալել որպես գաղափարական ընկալում։ Եվ բնականաբար ասորեստանյան արքաները արշավում էին այս տարածք, նվաճում էին, իրենց դիմադրում էին, վերցնում էին պատանդ արքայազների, իսկ այդ արքայազները կարող էին հետ գալ եւ սկսեին արդեն ասորեստանյան դաստիարակված ոգով ներմուծել որոշակի ասորեստանյան կամ միջագետքյան ստանդարտներ։ Եվ ինչա տեղի ունենում, ուրեմն ըստ երևույթին հայկական լեռնաշխարհում սկսվում են ձևավորվել մի քանի, այսպես չակերտների մեջ ասեն, գաղափարական գոտիներ։ Ես ինքս մի գոտին անվանում եմ, կարող ենք ասել, Բիայնիլի գոտի, Ուրարտուի գոտի կամ Նայրի գոտի եւ մյուսը այդ Էթիունի գոտին։ Բիայնիլի գոտին կարելի է տեղորոշել Վան եւ Ուրմիա լճերի միջև ընկած տարածքում եւ քիչ ավելի հարավ ընկած տարածքում եւ այստեղ ակնհայտ լուրջ կոնտակտներ կային Միջագետքի գլխավորապես Ասորեստանի հետ։ Էթիունյան գոտին դա մեր լեռնաշխարհի է կենտրոնական հատվածն էր, այսօրվա Հայաստանի տարածքը, Կարսը, Սյունիքի մի հատվածը եւ այլն, եւ այս գոտիների միջև պայքար է գնում հայկական լեռնաշխարհում նոր տիպի, նոր ընկալման պետություն, տերություն ստեղծելու համար։ Եվ տեսեք, այ Վանի տարածաշրջանը որ կա, ինքը նույն էլի Էթիունյան գոտու կրողներ, բայց իրենք սկսում են նաև ներմուծել եւ սինկրետացնել նաև որոշակի օտար տարեր, օտար էլեմենտներ, հատկապես Ասորեստանից։ Եվ երբ որ ստեղծվում է ուրարտական տերությունը, հա, հետո որոշ ժամանակ անց Տուշպան դառնում է, չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, մայրաքաղաք, հա, մենք տեսնում ենք, որ Արարատի երկրի արքաները սկսում են գլխավորապես արշավանքներ նաև դեպի հյուսիս, դեպի Էթիունի։ Ինչն է հետաքրքիր, որ օրինակ երբ որ Իշպույինի եւ Մենու արքաները արդեն խոսքը վերաբերվում է Քրիստոսից առաջ 9-րդ դարի վերջին քառորդին, արշավում էին դեպի ներկայիս Ալաշկերտ, այդ տարածաշրջան, որտեղ տեղակայված էին Ուետիրուխի կամ Վիտերուխի, Լուշա եւ Կատարզա երկրները, տարբեր կարծիքներ կան Կատարզան գոդերձական երկրի հետ նույնացնելու եւ այլն, բայց ենթադրենք Ալաշկերտի այս մեր հովիտը, հա, իսկ հովիտները իրենց համար չափազանց կարևոր նշանակություն ունեին եւ պայքարում էին, որպեսզի իրենց գերիշխանության տակ վերցնեին այս տարածքները, ինչ են ասում են Էթիունյան արքաները եկան օգնության իրենց։ Այսինքն կար որոշակի ալյանս, կար որոշակի դաշինք այս տարածը Ալաշկերտի, այդ հատվածի եւ Էթիունյան արքաների միջև։ Եվ հետաքրքիր է, որ մեզ հայտնի են ուրեմն վերին անձավից գտնված օղեր,
որտեղ հիշատակվում է, որ իշպուինին մենուան եւ ինուշպուան, իդեպ սա շատ հետաքրքիր կերպար է ինուշպուան, որովհետեւ ըստ երևույթին այս ինուշպուան մենուայի հավանաբար ավակ որդին է եղել եւ խոսել ենք նա պետք է ըստ երևույթին գահին բազմել, բայց չգիտենք ինչ է եղել եւ հիշատակում են Ամուշա քաղաքի երկրի ուրեմն նվաճման մասին ըստ երևույթին այդ օղերը ավար են Ամուշա քաղաքի երկրից եւ Ամուշայի մասին մենք գիտենք Սիսյանի Թանահատի վանքի մոտից գտնված սեպագիր արձանագրությունից, այսինքն Ամուշան պետք է տեղադրել կամ Սյունիքում կամ օրինակ Միրոս Ալվինին հայտնի Ուրարտագետ տեղադրում է Արցախում, այսինքն այս տարածաշրջանում եւ գիտենք նաեւ եղել են Իշպույինի եւ Մենուայի ուրեմն արշավանքը դեպի Նախիջևան, այդ մասին վկայում է Օցասարի արձանագրությունը եւ ըստ երևույթին ինչ է տեղի ունենում, պատկերացրեք Նախիջևան, Սյունիք եւ մյուսը դեպի Ալաշկերտ, սա նաեւ կարելի է դիտել, որ սա հատուկ պլան է, որպեսզի երկու կողմից օղակեն էթի ունի։ Պատկերացրեք ինչ հեռանկարային պլանի մասին է գնացել եւ ինչ երկրներ էր իր մեջ էս էթի ունին ներառում, տարբեր երկրներ, որոնք մեզ հայտնի են եւ ինքը բավական բարձր կազմակերպված, սոցիալականացված, ռազմականացված ընկալումներով։ Որ ասում ենք ցեղային միավորում, մենք պետականության մասին կարող ենք խոսել։ Իհարկե, մենք կարող ենք խոսել պետականության մասին, մենք հա անգլերեն այդ լավ տերմին կա chiefdoms, հա, այդ ինքը պատկերացրեք այդ chiefdomների այսպես միավորումը, որոնք ունեն առաջնորդ, որոնք ունեն սոցիալականացում, որոնք ունեն ռազմական խավ, որոնք ունեն հոգևոր խավ, հա, իհարկե, եւ այս ամենը վկայված է ինչպես գրավոր սկզբնաղբյուրներում, այնպես էլ պատկերագրական նյութում, որը վերաբերվում է այսպես կոչված էթիոնյան մշակույթին։ Եվ տեսեք պայքար է գնում Սուրեն ջան, այս երկու գոտիների միջև։ Այս երկու գոտիների միջև պայքարը, որ գնում է, սկզբնական փուլում կարելի ասել Ուրարտուն ինչ որ հաջողությունների է հասնում, Ուրարտու, որ ասում եմ, հա Բիայնիլին այդ բուն երկիրը, հա, որովհետև ըստ երևույթին դա նույն կարելի ասել նույն հորն ու մոր երկու զավակների այսպես պայքարներ տարբեր արժեքներ կրող իշխանություն վերցնելու համար։ Այո։ Եվ այստեղ ակնհայտ չափազանց կարևոր տեղ ուներ Էրիախի երկիրը, այ դուք Շիրակի Գյումրուց եք եւ Շիրակը, հա, որը չափազանց կարևոր էր իր ամբարներով, դաշտավայրերով եւ Վանի թագավորության արքաների համար կենսական նշանակություն ուներ եւ տեղի են ունենում այս արշավանքները դեպի Էթիունի ու հետաքրքիր է, որ Էրիախի կար նաեւ Վեդուրի Էթիունի, որը Սևանի հարավային ավազանն է եւ կարծիք կա, որ դա կապ ունի հնդեվրոպական ջուր բառի հետ, այսինքն ջրային Էթիունի եւ տարբեր եւ Արգիշտի առաջինին վերաբերվող եւ Սարդուրի երկրորդին վերջին անգամ Էթիունին հիշատակվում է Ռուսա երկրորդի արձանագրությունում, Այանիսի արձանագրությունում, որպես թշնամի երկիր։ Այսինքն երբ որ արշավանքները հաջող էին սկզբնական շրջանում եւ Արգիշտին հիմնադրեց փաստորեն Էրեբունին, ինքը հիմնադրեց հենց Էթիոնիների դեմ, չէ՞, ոնց որ տեսեք, ինքը հիմնադրեց Էնույն Էրեբունին, հիմնադրվեց Էթիոնի տարածքում։ Արարատյան դաշտը կոչվել է Վազա երկիր, կարծիք կա, որ դա կապ ունի Վազ, խաղողի Վազ անվան հետ եւ պատահական չի, որ Արարատյան դաշտում խաղողագործությունը շատ զարգացած է եւ տարբեր երկրներ կային, հա, նույն ասեմ ձեզ օրինակ Սևանի ավազանը Լճաշենը մտել է Էթիոնի կազմի մեջ եւ հետաքրքիր է, որ Լճաշենի տարածքը եւս մտել է Այրարատ, հետագայում Այրարատ նահանգի մեջ։ Էթիոնին մասամբ Այրարատ, հա, նահանգն է մեր, ինչ որ առումով նաև Սյունիքից եւ Գուգարքից
տարածքներ կան, տարբեր երկրներ կան, այստեղ ես ուզում եմ խոսել երկու կարևոր ուրեմն հանգամանքի մասին, մեկը իրենց հոգևոր ընկալումների, տեսեք նույն ուրեմն Շիրակում գտնվել են բազմաթիվ այսպես կոչված տիեզերքը խորհրդանշող մետաղե առարկաներ, մեր պատմության Հայաստանի պատմության թանգարանի նախկին լոգոն հիշում եք, դա ուրեմն գտնվել է թեպետ Գավառի տարածաշրջանից, բայց ամենաշատ թվով դրա զուգահեռները գտնվել են Շիրակից, հատկապես Շիրակավանից, Գյումրուց, Սևբերդի մոտ ուրեմն ժամանակին Ռոսլերը պեղումներ էր իրականացնում, մենք ունենք Սպանդարյանից, որը հիշատակվում է Ուրարտական աղբյուրներում, Սպանդարյանի սեպակիր արձանագրություն ունենք, եւ երբ որ նայում ես Հոռոմից, նաեւ Ջրաձորում չէին, Ջրաձորում գտան տաճար եւ պետքա մեր գործընկերները հիմա ժամանակագրությունը, թվագրությունը, արդյոք դա Ուրարտական է, թե այսպես Ուրարտական ճարտարապետական ավանդույթներով հետ Ուրարտական փուլի է, կարծում եմ, որ իրենք դեռ խոսք կասեն այս առումով, ես չեմ ուզում անդրադառնալ դրան, բայց ինչն է հետաքրքիր Սուրեն ջան, ուրեմն այստեղ այս հոգևոր ընկալումների առումով այդ, այսպես ասած, այդ առարկաները իրենք սիստեմի մի մաս են, իրենք կենաց ծառ խորհրդանշող, կենաց ծառ, որ ես ասում եմ, չպետք է ընկալել միայն կենաց ծառ, դա տիեզեր ընկալման, աշխարհ ընկալման, տարբեր սուբստանցիաների միավորումը, մի սիստեմա եւ ինչն է հետաքրքիր, ժամանակին աշխարհի ամենահայտնի ասուրագետներից Սիմո Պարպոլան մի շատ հետաքրքիր աշխատանք գրեց, որը վերաբերում էր ասորեստանյան կենաց ծառին եւ ուրեմն հունական փիլիսոփայության նաեւ ազդեցությանը Կաբալայի վրա։ Եվ Կաբալայի ծառը Սեֆիրոտը, որը մեզ հայտնի արդեն Միշնադարից, հետաքրքիր է, որ այդ առարկաները, որոնց մեծ մասը Շիրակից է քո հայրենի գտնվել, ինքը շատ նման է Կաբալայի ծառի այդ հատվը, երբ որ դնում ենք իրար հետ սկսում ենք համեմատել, գրեթե մեկը մյուսին սկսում է իրար հետ բռնել։ Մենք այդ նկարները կդնենք մեր մոտ։ Հա, իհարկե։ Եվ տեսեք, սա խոսում է լուրջ սիստեմի մասին։ Ընդ որում, այդ առարկաներից գտնվել են Աստղաձորում, Մարտունու, Գավառում, Շիրակում, Շուլավերիում։ Հետաքրքիր է, որ այս առարկաները, իրենք գտնվել են Էթյունի տարածքից։ Այսինքն բոլորը Էթյունի տարածքից են։ Սևանի ավազանում ուրեմն ջրային Էթյունից, Վելիքուխի երկրից, Շուլավերին եւս պատմական Հայաստանը, եւս ուրեմն եւ հետաքրքիր է, որ դրանք պատկանել են Էթյունի երկրին։ Եվ իրենք, եթե պատկերացրեք, եթե մի հատ գտնվի, երկու հատ գտնվի, մենք կարող ենք ասել շատ լավ, այստեղ դեռ մենք պետք է մտածենք։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ դրանցից գտնվել են տասնյակ, արդեն մենք ունենք օրինաչափություն։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ օրինակ նույն պատմության թանգարանի նախկին լոգոն, որ կար Սևանի ավազանից գտնված, որի նմանը շատ ունենք նաև Շուլավերից գտնված մի քանի հատ, ուրեմն իրենց հատվածները առանձին որպես ատրիբուտներ, հավանաբար հոգևոր պաշտամունքային ատրիբուտներ եւս կան գտնված։ Այսինքն խոսքը վերաբերում են տարբեր ըստ երևույթին աստվածությունների, տարբեր ընկալումների։ Եվ տեսեք, օրինակ նույն Կաբալայում վերևի հատվածը դա թագն է, կետերն է, հա։ Մեր մոտ եւս մենք ունենք վերևը, այսպես ուրեմն վերին հատվածը։ Մեջտեղի մասը Տիֆերետնա, որը նշանակում է գեղեցկություն եւ
մեր մոտ եւս այդ մեջտեղի հատվածը ակնհայտ ընդգծվում է եւ մենք ունենք նաեւ չափազանց նման Վանաձորի այս տարածաշրջանից գտնված մի Խեցու Բեկոր ճիշտ է Կուր Արաքսյան, որը ճիշտ եւ ճիշտ կրկնում է այս մեջտեղի հատվածը, այսինքն նաեւ այդ ծառը Կաբալայի Սեֆիրոտը մեզ կարող է օգնի, որ մենք սկսենք վերականգնել շատ տարեր։ Ու հետաքրքիր է, որ Շիրակավանից եւ Գավառից կան գոտիներ, ընդ որում գոտիները շատ հետաքրքիր են էթյունի տարբեր ուրեմն ասպեկտներ լուսաբանելու համար եւ այսպես երկու շներ կամ գայլեր պահպանում են կենաց ծառը։ Եվ այդ կենաց ծառը բաղկացած է 11 եռանկյունիներից։ Այստեղ ասեմ եռանկյունները չափազանց կարևոր դեր են կատարում եւ նաև իրար դեմ դիմաց եռանկյունիները չափազանց կարևոր դեր են ունեցել մեր նախնիների տիեզերընկալման ուրեմն առումով դա եւ միջին բրոնզեդարյան խեցեղենի վրա կա եւ իհարկե ոչ միայն հայկական լեռնաշխարհում, բայց սա շատ կարևոր ինչ որ սուբստանցիա է եղել եւ այդ 11 հատը, որ նայում ես, նույն Կաբալայում եւս մենք գործ ունենք այդ 11 սվիրոտների հետ, այսինքն սա չափազանց կարևոր ուրեմն հետաքրքիր մի երևույթի հետ գործ ունենք, որ Էթիոպիայում դա իմ անձնական կարծիքն է, որի հետ կարող են իմ տարբեր գործընկերներ համաձայն չլինել, չնայած տարբեր գիտնականների հետ ես խոսել եմ, շատերը ասում են, որ շատ հետաքրքիր է եւ ես հիմա գիրք եմ գրում այդ մասին, որը կոչվում է Էթիոպիայի հոգեվոր համակարգերը եւ ինչն է հետաքրքիր, որ օրինակ անտրոպոմորֆ առումով նույնը մենք ունենք Ուրարտուում Վանի թագավորությունում այդ Ադամ Կադմոնի հայտնի գաղափարը մենք կարող ենք տեսնել այդ այսպես ասած մետաղե առարկաների մեջ եւ գոտիներում տեսեք օրինակ դուք գիտեք որ մեր խաչքարերը իրենց հատվածները ունեն անուններ նույն Կաբալայում որ կոչվում է թակ վերևի մասը ծառի մեր մոտ էլ խաչքարի վերևի մասը վերնամասը կոչվում է թակ մեջտեղի մասը ակ թևեր բուն եւ այս ամենը շատ հետաքրքիր է ու օրինակ երբ որ դու կան խաչքարեր որ սկսում ես համեմատել նույն սիստեմ մեկը մեկին ուղակի շատ հետաքրքիր ֆանտաստիկ ձևով բռնում է եւ դա մենք ունենք եւ Ուրարտուում եւ տարբեր այլ հատվածներում խաչքարերի մեր վրա ես սկսեցի sense շատ նայել չգիտեմ որտեղ ասես որ նույն այդ սիստեմը եւ հին սլավոնական ուրեմն պատկերագրության մեջ եւ վիկինգների օրինակ Վիգվեսիր կա չգիտեմ գիտեք թե չէ դա ուրեմն հայտնի այսպես կոչված միստիկ այսպես կողմնացույց է որը գտնվել է Իսլանդիայում մի ուրեմն բանի մանուսկրիպտի մեջ եւ որը այսպես եւս ինչ որ մոգական այսպես պատկերներից բաղկացած մի ամբողջական ուրեմն այսպես համահավաք է որը ուղղություն էր տալիս ճիշտ նավարկության ժամանակ ճիշտ որպեսզի դու կարողանայիր նավարկեիր հա եւ այս բոլորը եւս իրար հետ կրկին եւս նման են այսինքն պատկերացրեք մենք կարող ենք ասել որ մեր լեռնաշխարհում առնվազն Քրիստոսից առաջ 10-րդ դար 10-ից 8-րդ դարում մենք ունենք նույն Կաբալայի այդ Սեֆիրոտի նախատիպը եւ հետաքրքիր է որ մենք գիտենք որ ըստ երևույթին նաեւ եղել են փոխազդեցություններ, փոխառնչություններ, նաեւ հիշենք որ նույն Կուր Արաքսյան մշակույթի կրողները, որի այսպես օրանը կամ կարևոր օրաներից մեկը հայկական լեռնաշխարհն էր, նույն Շենգավիցյան մշակույթը եւ այլն, գիտենք որ եղավ միգրացիա։ Եվ այս մշակույթի կրողները նաեւ հավանաբար հատկապես բնակլիմայական ուրեմն պատճառներից ելնելով նաեւ գաղթեցին տարբեր տեղեր դեպի Դաղստանի այսօրվա մասեր, Չեչնիա, Իրան, բայց նաեւ դեպի այսօրվա Պաղեստին, Իսրայել, հա, եւ կան հետազոտություններ, որ օրինակ երբ որ գալիս են
այսպես ասած կուրարակցիները, որոնք շատ ըստ երևույթին խաղաղասեր էին եւ հետազոտությունը արվել օրինակ սնունդի առումով շատ խիստ տարբերվում է ուրեմն տեղացիների սնունդը եւ եկած կուրարակցիների սնունդը եւ իհարկե մեր նախնիները գնացել են պատկերացրեք Իսրայել, հա, եւ Պաղեստին եւ բնականաբար նաեւ իրենց նաեւ հոգեվոր տարբեր ընկալումներ տարել են այնտեղ եւ եղել է փոփոխություն եւ բնականաբար այս ամենը պետքա էլի շարունակվեր հետաքրքիր է որ նույն պատկերացրեք 4-րդ դարում արդեն երբ որ մենք քրիստոնեությունը ընդունել ենք մենք արդեն միաբանություն ունեինք ավետյաց երկրում այս ամենը շատ հետաքրքիր է եւ պետքա ուսումնասիրվել կարող է օրինակ ես խոսամ ինչ որ մարդիկ ասեն տեսեք դե ինչ որ դիլետանտական բաներ է ասում բայց գիտեք ես ինքս շատ եմ պայքարել դիլետանտների դեմ եւ այս վերջերս խոսում եմ մի շատ աշխարհահռչակ գիտնականի հետ ու ինքը ինձ ասում էր Միքայել եթե մի բան նայում ես արդեն ինքը օրինաչափությունները շատ են արդեն քո կռվանները շատ են իսկ այստեղ օրինաչափությունները շատ են եթե մեր ուրեմն դիտողները նայեն նկարները կտեսնեն ակնհայտ թե ինչքան իրանք նման են եւ սա նաեւ խոսում է կապերի փոխառնչությունների գիտեք ինչ որ հոգեվոր ընկալումների մասին իդեպ Էթյունի մասին ասեմ ինչն է հետաքրքիր Արմեն Պետրոսյանը դիտարկում ունի հիշում եք Խորենացին ասում է որ հիշատակում է որ մեր զարմայրը եթովպացիների զորքի Տրոյա տարավ իր հետ չէ գնաց ուրեմն Տրոյա եւ այնտեղ մարտնչում էր եթովպացիներ եւ կարծիք կա որ այս եթովպայի այդ հենց կապ ունի հենց Էթիունի հետ որովհետեւ շատ հաճախ եթովպացիներ ինքը էլի sense համահավաք անուն է որ հույները տալիս էին դա սև մաշկով ավելի թուխ մաշկով ուրեմն անձանց էին ասում հանրույթներին էին ասում եւ ինչն է հետաքրքիր որ երբ որ Աստվածաշնչում նկարագրվում է դրախտը խոսում է գիտեք գետերի մասին եւ գետերից մեկը ուրեմն Տիգրիսն է, մեկը Եփրատն է, որոնց տեղերը մենք գիտենք, չէ՞։ Մեկը Փիսոնն է, որը Աստվածաշնչում նշվում է, որ ոսկու հետ է առնչվում, այսինքն պարզա պետքա որ լինի ճորոխը, որը ոսկեբեր գետ էր, եւ մեկը Գեհոնը, որը ուրեմն պատում էր եթովպացիների երկիրը։ Եկեք նայենք որն է, հավանաբար Արաքս գետը, եւ Արաքսը անցնում է էլի Էթիունի, ուրեմն սահմանով, այսինքն ինքը այս առումով եւս շատ հետաքրքիր է։ Եվ ինչ կարող եմ ասել, որ մեզ են հայտնի բազմաթիվ, ուրեմն գոտիներ, մեզ են հայտնի բազմաթիվ պատկերներ, որոնք խոսում են Էթյունի ռազմականացված լինելու մասին, հոգևոր ընկալումների մասին, իրենք կարող ենք ասել, որ տեսեք, այս պայքարը որ գնում էր այս երկու գոտիների, հա, կարող ենք ասել, որ ես ինքս կարող եմ ասել, որ այս ուրարտական արքաների, այս ուրարտական ռազմական այս էքսպանսիան դարձավ Էթյունյան մշակութային գաղափարական անեքսիայի զոհը, որովհետև ինչ որ մի փուլ եղավ, որ սկսեցին այս երկու գաղափարները եւ գոտիները գնալ դեպի միավորման նաեւ կոնտակտների եւ նաեւ մշակութային առումով մենք տեսնում ենք, որ Արարատի թագավորությունը վերանում է, բայց նրա հենց հիմքի վրա ստեղծվում է Երվանդունիների պետությունը եւ որը սկսում է փոխառել այդ Ուրարտուից պետականության շատ կարևոր բաներ։ Ընդ որում ուրարտական տերությունի հակադրվող կարևոր գործոններից մեկը սեպագիրն էր։ Սա շատ հետաքրքիր է եւ տեսեք մենք իրականում այսպես ունեցել ենք հակահարավային կողմնորոշում։
Այս որ կողմնորոշումներից էլի խոսում ենք, հակա ասորեստանյան, հակա հարավային, տեսեք օրինակ Բելը ում հետ էր, Հայկը ում հետ էր պայքարում, Բելի, որը հարավից եկած, հա, տիտան էր, որը իր մեջ մարմնավորում էր չարը, հա, այստեղ լավագույն օրինակներից մեկը իհարկե Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պայքարն է, սա նաեւ այս երկու աշխարհների պայքարն է, Սուրեն ջան։ Եվ տեսեք, Խորենացին ինչ ասում, որ Շամիրամը կառուցեց դուշպան, Շամիրամը հարթեցրեց, այդ ամբողջ այդ չափորոշիչներն են, հա, եւ նաեւ ասում է, որ ժայռերը նաեւ ուրեմն պատես նաեւ անհասկանալի գրերով, որից կան նաեւ մեր աշխարհի տարբեր մասերում եւ որը նաեւ օգտագործել է որպես սահման։ Այսինքն, այստեղ շատ հետաքրքիր է, որ սեպագիրը նաեւ հանդիսանում է որպես սահման եւ խորհրդանշական իշխանության կարևոր մի մաս։ Պատկերացրեք, երբ որ Արգիշտին բերում է եւ Էրիախիում դնում է, հա, Մարմաշենի մոտ արձանագրությունը, բարձա որ իրան գրեթե ոչ մեկ չի կարողանալու կարդա, բայց այդ սեպագիրը այնպես է դրված, որ դու գլուխդ բարձրացնես, նայես ինքը քեզ իշխի, հա, ինքը ասում է, որ ես այստեղ եմ, իր ներկայությունն է այստեղ, այսինքն այդ գիրը, որը նաև սրբազան նշանակություն ունի, ինքը ցույց է տալի, որ այ ես այստեղ եմ, իմ սահմանը ես դրել եմ եւ այստեղ եմ, ինքը իր արքայական խորհրդանշական իշխանությունը ցույց է տալի։ Պատահական չի, որ օրինակ Երևանու հիմնադրման 4 արձանագրություն կա, գրեթե նույն իմաստ, որոնք հավանաբար դրվել են Ամրոցի տարբեր հատվածներում։ Գանք Էթյունյան արքաներից մեկին։ Հա, երբ որ այդ էինք խոսում, նաև ինչ էի ուզում, քեզ ընդհատել էի ուզում, ցույց տալու, որ դա մշտական պայքար է եղել։ Մեր մոտ կա տպավորություն, որ ուրարտական թագավորները գնացել են, գրավել են այդ տարածքը ու դրանով ավարտվել է։ Ոչ։ Բայց մենք նաև հանդիպում ենք ապստամբությունների հիշատակություն, չէ, մշտական ու ոչ միայն Արգիշտին, այլ իրենց հետո մյուս արքաներն էլ ստիպված են եղել նորից արշավանքներ իրականացնել։ Բնականաբար, Սուրեն ջան, բնականաբար, տեսեք, այստեղ տեսեք օրինակ նույն Էրիախի երկիրը Արգիշտին մի քանի անգամ արշավել է։ Լավ, եթե դա այսպես կարելի ասել դարձել էր Արարատի թագավորության մի մասը։ Ինչու է Սարդուրին հետո արշավում։ Նույն այդտեղ։ Այսինքն սա շատ հետաքրքիր է։ Նույն այդ Վետիրուխի կամ Ուետիրուխի երկիրը, որ ասում էի, կրկին նույն Սարդուրի ժամանակ կարծես թե նոր հաջողվում է իրան միացնել, այսպես ասած, բուն բիայնիլին։ Ընդ որում շատ մի հետաքրքիր տերմին կա, աբիլի բայը կամ աբելի, կամ որը կարող էր կարդացվել ավելի ձևով, եւ դու բայը, դու նշանակում է անել, ինչպես անգլերենում դու, հա, եւ հաճախ օգտագործվում է աբիլի դու կամ ավելի դու, որովհետեւ չգիտենք ոնց է հնչել, հա, ասում է այ էս երկիրը ես աբիլի դու, աբիլի արեցի, միացրեցի, ավելացրեցի իմ երկրին։ Այս առումով մենք արդեն դրանով հասկանում ենք, թե որ երկիրն է միացվել այդ երկրին, որովհետև հնարավոր է որ տեղի արքաներին օրինակ հարկատու դարձնել իր գերիշխանության տակ անել։ Այսինքն ինքը նաև շատ այս կայսրության համակարգն էր այստեղ գնում, իդեպ ասեմ, որ եղել են արքաներ, որ այդքան էլ բախտավոր չեն եղել, որովհետև ուրարտական արքաները նաև պատիժ ունեին, այստեղ օրինակ Ուեդիա կամ Վեդիա եւ դու բայն է կիրառվում, Վեդյանի կինա նշանակում Ուեդյանի եւ այդ արքաներին պատկերացնում եք ինչ են արել, երբ որ իրանց լավ չեն պահել, այդպիսի նաեւ պատժի տեսքել մենք ունենք։ Եվ տեսեք, կարելի է ասել, որ երբ որ մենք նայում ենք, կարելի է ասել, որ նույն Գուգարքը, Տավուշը, Արագածոտնի մի մասը, սրանք այս տարածքները դժվար թե կազմեին Արարատի թագավորության մի մաս, Սյունիքի մի մասը։ Եվ ըստ երևույթին Էթյունին շարունակել է այս լեռնային հատվածներում այդ շարունակել է հարատևել։ Բարբերաբար երևի ինչ գերիշխանությունը հաստատվել է, բայց միշտ կարող են լինել օրինակ նույն Արարատ, ուրեմն ասենք արքաների, ասենք օրինակ ավարառուական արշավանքներ,
եւ այլն, բայց մենք չենք տեսնում օրինակ Google-ում, հա, օրինակ կարող ենք Լորի Բերթում, օքեյ, Լորի Բերթում կարող ենք խոսել, հա, դամբարանից գտնված ինչ որ իրերի մասին եւ այլն, որը ընդհանուր առմամբ ինչ որ ֆրագմենտային նշանակություն ունի։ Օրինակ Տավուշում, հա, նույն Գեղարքունիքը որ կա, հա, ռուսա առաջինից հետո այնտեղ լուրջ խնդիր է։ Արդյոք եղել է Արարատի արքաների ներկայությունը, թե չէ։ Ոչ մի սեպագիր էլ չկա ռուսա առաջինից հետո։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ Սարդուրին սեպագիրը բերում եւ ուրեմն սեպագիրը դնում է Ծովակ գյուղում, ներկայիս Ծովակ գյուղում, բայց ռուսա առաջինը ավելի հետ է դնում ներկայիս ծովին, այսինքն էլի կային ինչ որ ծովինար գյուղի մոտ, այսինքն լուրջ խնդիրներ կային։ Եվ ասեմ Էթյունի ուրեմն մեզ հայտնի արքաներից մեկի անունը, որը մեզ հայտնի է Դիուցինի։ Դիուցինի, որը նշանակում է հայերեն Աստվածածին, հա, եւ ինքը համարժեք է հունարեն Դիոգենեսին։ Այսինքն պատկերացրեք այդ անունը, որ մեզ հասել է, ինքը մաքուր հայերենով ստուգաբանվում է Աստվածածին, հա, Աստվածածին, Դյուծազուն, Դիցածին, հա, այս առումով եւս շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է Արգիշտի արձանագրություններից մեկում, երբ որ հիշատակվում է Էթյունի Աշտիուզին եւ այդ Աշտիուզին կարծես գողացել են եւ ինչն է հետաքրքիր այնտեղ հիշատակվում է Արդինի քաղաքը, որը Արդինին մուծածիրներ, մասնագետները տարբեր կերպ են կարծում, որ Էթյունիում եւս կարող է լինել իր Արդինին, ոմանք դա նույնացնում են Արդինին հիշեցնում որ կրոնական կենտրոնն է, նույնացնում են Մեծամորի հետ, այլ ոչ թե կարծում են ոչ թե Ուրարտուի հոգևոր կենտրոններ, մուծածիրը դե Ասորեստանյան անվանումն է, Արդինին ուրեմն Ուրարտական, հա, սեպագիր աղբյուրների անվանումն է եւ Աշտիուզին կան օրինակ Մելիքիշվիլին կապա տեսնում հայերեն Աստված բառի հետ։ Սա եւս շատ հետաքրքիր է այս առումով մենք ինչ օրինակ ես որպես հնագետ մենք ինչ ենք տեսնում այս ուրարտական քաղաքները որ կա չէ նույն Էթիունին, նույն Էրեբունին, Թեշեբայինին երբ որ մենք հիմնականում կենտրոնանում ենք բուն Միջնաբերդի վրա, այնտեղ շատ էլիտար այսպես մշակույթն է։ Երբ որ մենք սկսում ենք ուսումնասիրել Միջնաբերդից դուրս գտնվող արդեն արտաքին բնակավայրը, որտեղ ապրում են հասարակ մարդիկ, այնտեղ այդ Էթիունին ահավոր շատ է։ Եվ Խեցեղենը ես կարող եմ ասել նույնիսկ օրինակ Կարմիր Բլուրում որ մենք հիմա օրինակ այդ Իջևանատուն ասենք, Քարավանատուն ասենք այդ կառույցը որ պեղում ենք, այնտեղ գերակշռում է տեղական Լճաշեն Մեծամորյան Խեցեղենը։ Սա այս ամենը շատ հետաքրքիր է եւ տեսեք Էթիունի կարևոր այսպես ասեմ երևույթներից մեկը դա պարզությունն է։ Այստեղ իմ կարծիքն եմ ասում, այստեղ երկու աշխարհների այս բախումը որ գնում էր մեկը հա այդ որ ասում եմ նույն հոր եւ մոր, այսինքն պատկերացրեք մեր լեռնաշխարհում ոնց որ տարբեր գոտիներ են ձևավորվել, հա եւ ոնց որ պայքար է գնում եւ մի գոտին ինքը պարս են ավանդույթներով շարունակաբար, հա, այդ նաեւ իր վեհությունը, իր զորությունը նաեւ պարզության մեջ է։ Մյուսը նույն էս աշխարհի կրողն է, բայց ինքը սկսել է նաեւ փոխառել նաեւ օտար, նաեւ տարբեր էլեմենտներ։ Եվ փորձը ցույց տվեց, որ այդ Էթիոնյան աշխարհը շարունակվեց, իսկ այս մեկը օտար էր, ընդ որում այդ օտար էլեմենտներից, որոնք իրեն պետք էր վերցրեց, օրինակ սեպագիրը իրեն խորթ էր, նա մերժեց սեպագիրը, հա, որովհետև հենց Արարատի թագավորության կործանումով սեպագիրը վերանում է մեզ մոտ, հա, եւ
ինքը սկսեց շարունակել նույն ավանդույթները, այսինքն այն 16-րդ դարից առնվազն Քրիստոսից առաջ այդ Լճաշեն մեծամորյան Էթյունյան մշակույթը Քրիստոսից առաջ 6-րդ դարում էլ, 5-րդ դարում էլ, 4-րդ դարում էլ եւս ինքը շարունակվում է։ Այդ հարատևությունը շատ հետաքրքիր է ու այդ ֆենոմենը եւս շատ հետաքրքիր է ու շատ հետաքրքիր են իրենց նաեւ կրոնական համակարգի, օրինակ վերցրեք Աստղի բլուրի հայտնաբերված տաճարի մոդելը նայեք, այդ կլոր ցանկապատով, երկհարկանի եւ հետաքրքիր է, որ եղել են կլոր նաեւ շրջանաձև ցանկապատով տաճարներ եւ գտնվել են մոդելներ նույն Տավուշից մետաղից, իդեպ որոնք ասեմ նաեւ Վրաստանի տարածքից կան, այստեղ Գրիգոր Արեշյանը երջանկահիշատակ մի շատ հետաքրքիր անգլերենով հոդված ուներ, թե ինչու մենք պետք է ուսումնասիրենք Լեոնտի Մրովելին, որովհետև այդ Լճաշեն մեծամորյան մշակույթը Լեոնտի Մրովելին, այո, ով գրել է Քարտլիս Խովրեբան, Վրաստանի պատմությունը, ոնց որ մեր մոտ Խորենացին է, վրացիների մոտ Լեոնտի Մրովելին է, եւ ինչն է հետաքրքիր, որ այս Լճաշեն մեծամորյան մշակույթը ինքը շատ տարածվում է, ինքը շատ հաճախ նաև անվանում են Լճաշեն Ցիթել Գորեբի մշակույթ, որ Վրաստանի, Թբիլիսի մոտ եւ այլն, ուրեմն մեր հարևանները, Թերեղ Վանաձորը այդ միջին բրոնզն է, դրանից ավելի վաղ է, եւ մեր ուրեմն հարևանները իհարկե ամեն կերպ փորձում են տարբեր մեթոդներ կիրառել կեղծելու իրենց մոտ շատ հաճախ անվանում են Խոջալու Գեդաբեկյան մշակույթ, Հոջալը Գեդաբեի այդ բանը, շատ ֆանտաստիկ նյութ կա Խոջալուից, Արցախից, այդ հատվածից, Գեդաբեկից, որը նույն մեր նյութն է, նույն մեր նյութը, այստեղի նյութն է, այսինքն մշակույթային առումով մենք մի ընդհանրություն ունեինք, ես կարծում եմ ոչ միայն մշակույթային, դա մի հատ հոգևոր մշակույթային այսպես մի ընդհանրություն էր եւ գիտեք պատահական չի որ հենց մեր լեռնաշխարհը ինքը գծել է մեր կենսատարածքը եւ մենք այստեղ շարունակաբար հարատևել ենք ես այդ ծառի մասին ասեմ հիշում եք որ Աստվածաշնչում ուրեմն կային այդ այսպես ասած իմաստության ծառը հիշում եք եւ էլի որը պետքա եւ մյուս ծառը, հա, եւ Աստված արգելում է օգտվել դրանից, քերովպեները եւ այդ հատուկ սուրը, որ կար, որ պետքա պաշտպանի այրվող, հա, եւ այդ ծառը եւս դրախտում էր գտնվում։ Մենք խոսեցինք նաև դրախտի գետերից մեկի մասին, այս շատ հետաքրքիր հոգևոր առումով ընկալումներ կարող է բացի իմ համար, ասեմ, իմ համար ես այդ Էթյունին տեսնում եմ մեր վանքերում, որտեղ իրենք շատ պարզ են, բայց իրենք շատ խորն են, շատ վեհ են։ Դա նույն Կիկլոպյան ամրոցները, որ տեսնում ենք, չէ, պատկերացրեք դա ինչպիսի մաթեմատիկական գիտելիքներ պետք է եւ ճիշտ երկրաչափական, որովհետեւ քարերը իրար ագուցել են, ընդ որում բան չկա, շաղախ չկա, հա մանավանդ վաղ փուլերում եւ փոքր քարերով իրենք ագուցել են իրար։ Պատկերացրեք մի հատ քար որ հանեց, այդ ամբողջը կարող է փլվի։ Պատկերացրեք ինչ ճշգրիտ գիտությունների են տիրապետել եւ ինչ կազմակերպչական մեծ հնարավորություններ են ունեցել, որ կարողացել են այդ Կիկլոպյան ամրոցները կառուցել։ Իսկ դուք նայեք մեր լեռնաշխարհը, գրեթե ամենուր Կիկլոպյան ամրոցներ են։ Այսօր մեկին ում հարցնես, ասում է մեր գյուղի մոտ կա Կիկլոպյան ամրոց։ Միքայել ջան, մի բանին հիշեցինք Արմեն Պետրոսյան մի հոդված ունի կամ թե հոդվածի մի մասն է, հիշում եմ հայ անվանման եւ Էթյունի կապի մասին է բերում։ Դու ինչ կարծիք ես դրան։ Դա շատ հետաքրքիր տեսություն է, այդ տեսությունը, եթե չեմ սխալվում, ավելի վաղ շրջանում էլի են եղել հեղինակներ
ովքեր եւս անդրադարձ են կատարել այդ էթիո այդ վերաբերյալ, քանի որ ես ինքս լեզվաբան չեմ, մի քիչ չեմ կարող հեռուն գնացող այսպես դիտարկումներ անեմ, բայց ինքը շատ հետաքրքիր է, որ դրանից կարող է լիներ, ասեմ, որ ուրարտական սեպագիր աղբյուրներում մենք ունենք երկու տարբերակ՝ էթիունի եւ էթիուխի, եւ հետաքրքիր է, որ ըստ երևույթին էթիունին հիշատակվում է նաեւ ասորեստանյան սկզբնաղբյուրներում, ընդ որում հատկապես ռուսա առաջինի վերաբերվող եւ ըստ երևույթին հիշատակվում է նաեւ էթիունի արքան եւ հաղորդագրություններից մեկում ուրեմն հաղորդում են, որ ըստ երևույթին ռուսան տուշպայից դուրս է եկել եւ գնում է էթիունացի կամ էթինացու դեմ, որը հավանաբար արքան էր։ Այսինքն, տեսեք, մենք Սարդուրի երկրորդի ժամանակ խոսվում է դիուցինի իգանացու մասին, որը էթիունի արքան էր։ Իգանին ըստ երևույթին պետքա նույնանա Վանանդի հետ կամ հարակից տարածքների հետ, բայց ինչն է հետաքրքիր, այն ֆենոմենը, որ Էթիունիում ըստ երևույթին չի եղել հավանաբար ժառանգական արքայատող։ Հետաքրքիր է, հա, այլ տեսեք, այս պարագայում իգանացի դիուցինին ինքն էր դարձել Էթիունի արքա։ Այսինքն չի բացառվում, որ եղել է ինչ-որ ընտրովի մի մարմին, որը ընտրել է այս պարագայում արքային։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է եւ ռուսա առաջինի դեպքում, իսկ ռուսայի ժամանակ գործերը Արարատի թագավորության այդքան լավ չէր, գիտեք, կիմերները, ասորեստանցիները, Սարգոնի, ռուսայի որդի Մեյլարտոան էր իր դեմ ապստամբել եւ նաեւ այս էթիոնցիները, հա, եւ այս երևույթին այստեղ եւս արքայի մասին կա եւ Թանահատի արձանագրությունում, որը Սիսյանի Թանահատի վանքի մոտ է գտնվել, երկկողմյա, ուրեմն սկզբնամասում եւս հիշատակություն կա Էթիունի արքայի մասին, ցավոք այդ արքայի այդ անվան մասը շատ վատ է պահպանված, գուցե մի օր ինչ-որ տեխնոլոգիաներով հնարավոր կլինի, այսինքն նույնիսկ այդ ժամանակ արդեն Արգիշտի երկրորդի ժամանակ եւս արքայի մասին հիշատակություն կա, այսինքն իրենք շարունակում էին, այսպես ասած, այդ բարձր իշխանությունը պահել ըստ երևույթին լեռնային հատվածներում, հա, բնականաբար դաշտերը դժվար թե թողեին իրանց տիրապետության տակ Ուրարտուի արքաները, բայց սա ինչ է, սա շատ մի հետաքրքիր երևույթ է, երկու, այսպես ասեմ, իրար հարազատ երկու գաղափարների այսպես բախման ու հետո նաև սինկրետացման, միավորման վերաբերյալ, որը բերեց, ասեմ ձեզ, եթե սա չլիներ, Երևանյան Հայաստանը չէր լինի։ Այսինքն իմ խորին համոզմամբ, որը բերեց Երևանդունիների, այսինքն այս ամենը եւ Ուրարտուն, դա ինքը հենց Ուրարտուի հիմքի վրա է Երևանդունիների, Երևանդունիների թագավորությունը Ուրարտուի շարունակությունն է։ Եվ շատ հավանական է, որ փոխվել է ուղղակի դինաստիան։ Հա։ Եվ հավանաբար այս դինաստիան եղել է հենց Էթիունից։ Ես օրինակ երկար տարիներ պեղումների եմ մասնակցում Մարերը նշանակեցին նույն Էրեբունիում, դժվար է ասել մարերը նշանակեցին, թե իրենք իրանցից շատ լուրջ ուժ էին ներկայացնում։ Հա։ Օրինակ տեսեք, նույն Էրեբունիում մենք ունենք բազմաթիվ արձանագրություններ, Սուրեն ջան։ Այդ արձանագրություններից ոչ մեկ չի վնասվել։ Այսինքն իրանք մնացել են իրանց տեղերում։ Հա։ Հետո ինչ որ փուլերում սկսել են փակել, դեսակրալիզացիա տաճարի եւ այլն, որոնք այլ իրողություններ են, բայց այսինքն ով որ եկել է, նույն օրինակ նույն Էրեբունիում, իրենք խորը հարգանք են ունեցել, նույն այդ սեպագրերի վերաբերյալ։ Ուղղակի իրենք, ասեմ, իրենք մերժել են այդ օտար
կոպիտ ասած արժեքները, իրենք հասկացել են, որը պետքա ինտեգրեն եւ մերժել են եւ պատկերացրեք, երբ որ մենք խոսում ենք օրինակ Դարեհի ժամանակա, այդ 5 Քրիստոսից առաջ 522-521 թվականների մասին, դուք պատկերացրեք Հայաստանը ինչ ուժ էր ներկայացնում։ 5-ը ճակատամարտ է մղել Դարեհը հայերի դեմ, ընդ որում ճակատամարտերից առնվազն մի քանիսը մղվել են կամ Հայաստանից դուրս, կամ Հայաստանի սահմանային տարածքներում։ Այսինքն սա զորավար է փոխում, չէ՞։ Այո, Դադարշիշից հետո Վահումիսան է փոխվում։ Այսինքն անհաջող է եղել Վարշավան։ Սա խոսում է, որ նույն է, սա խոսում է այդ լուրջ քաղաքական, սոցիալական չափազանց զարգացած լուրջ ուրեմն պետականության մասին։ Իսկ այդ պետականությունը ինքը մենք տեսնում ենք շարունակականության ու ժառանգականության մեջ, այս շատ կարևոր է, որովհետև մենք այս ամենը, հա, այդ էթիունին եւ բիայնիլին, հա, դա շատ հետաքրքիր մի սիմբիոզ է, շատ հետաքրքիր գաղափարական բախումներ է, որը կարելի է նույն Եվրոպայում տարբեր տեղ տեսնել, հա, նույն Հայաստանում կարող ենք տեսնել, այսինքն շատ հաճախ տեսեք օրինակ կարող ասեն դե լավ օրինակ չի բերում, օրինակ տեսեք օրինակ Բագրատունիները եւ Արծրունիները, հա, Բագրատունիների ժամանակ հակադրվել էին իրար եւ նույն օրինակ ինչ որ մի փուլում ասենք օրինակ մեկը հարում էր էսմի ուժին, մյուսը հարում էր էսմի ուժին եւ պայքար էր գնում, հա, գերիշխանության համար։ Ընդ որում հետաքրքիր է, որ էլի վասպուրականն է այստեղ եւ էլի հետաքրքիր է այստեղ անիի այդ վանանդ եւ այլն կարս այդ հատվածները, որտեղից որ դիուցինի իգանացին էր։ Իհարկե սրանք մտքեր են, որոնց հետ կարող են տարբեր իմ գործընկերներ եւ մեր դիտողներ չհամաձայնվել, բայց մտածելու տեղիք եւ հեռանկարներ ունեցող մտքեր են ու մենք գիտեք մեր պատմությունը մենք շատ հաճախ պետքա վերարժևորենք, մենք պետքա տարբեր կողմերից նայենք, որովհետեւ մեր պատմությունը միագիծ չի։ Մենք շատ հաճախ մտածում ենք բանը մենուային հաջորդել է Արգիշտին հաջորդել է այս ձև, չգիտեմ, Պապից հետո եկավ այս մեկը եւ այլն, այս ձև, սենց մի քանի բանի վրա կենտրոնանալով, բայց մենք պետքա փորձենք նաեւ հասկանանք, թե մենք ով ենք։ Ու այս առումով գիտեք, այսօր էլ մենք ինձ թվում է այդ շատ կարևոր բան ես ասում, շատ կարևոր բան է շեշտադրում ես անում, որ մենք պետք է պարզունակ միագծությունից դուրս գանք, հասկանանք, որ պատմությունը շատ ավելի հարուստ է եղել, շերտերը շատ տարբեր են։ Սուրեն ջան, ես այսօր էլ, ի վերջո այսօրվա մեր արդի պատմությունը մենք այսօր շերտերը ունի, որը չենք նկատում։ Մի հատ էլի եմ ասել, կարծեմ այստեղ էլ եմ ասել, չեմ հիշում, տեսեք, հիշում եք, որ մի չինացի մի ուրեմն իմաստուն կանչում է իր աշակերտներին, սպիտակ թուղթ է տալիս, որի մեջտեղում սև շրջանակ է եւ ասում է ինչ եք դուք տեսնում եւ բոլորը ասում են, որ մենք տեսնում ենք սև շրջանակ։ Այսինքն այդ բոլորը կենտրոնացել են սև շրջանակի վրա։ Շատ հաճախ մեր պատմությունը ներկայացնելիս, հա, շատերը կենտրոնանում են սև շրջանակի վրա։ Ես որպես հնագետ մի շատ լավ անտիկվիտիում շատ մի հետաքրքիր հոդված կա Մորտիմեր Վիլերն է գրել, որը աշխարհի ամենահայտնի ուրեմն 20-րդ դարի հնագետներից մեկն է եւ ասպետի կոչում է ստացել իր նվաճումների համար, թեպետ շատերը չեն սիրում իրան, որովհետեւ ահավոր կնամոլ էր, բայց լավ կլինի հիմա իր այս աշխատանքներից մեկում ուրեմն ասում է հնագետը կարող է գտնել տակառը, թվագրել այդ տակառը, տիպաբանել, գտնել զուգահեռներ, բայց հնագետը կարող է բաց թողի եւ չնկատի տակառի մեջ ապրող Դիոգենեսին։ Մենք շատ հաճախ խոսում ենք տակառի մասին,
բայց բաց ենք թողում Դիոգենեսին։ Այսօր շատ կարևոր է առօրյականությունը։ Օրինակ մի անգամ գրել է Օցաբերդում, որտեղ մենք պեղումներ էինք արել, մի փոքրիկ սենյակ էինք պեղել Երվանդունիների ժամանակաշրջանի կավածե հատակներով, եւ այդ հատակի վրա գտանք ձկան կարթի ծանրոց, ձկան ոսկորներ, գտանք կենթանիների ոսկորներ, այդ նույն կոնտեքստից խաղաքար, խաղալու համար, խեցեղեն, մենք հասկացանք ճարտարապետությունը այդ սենյակի եւ ինչ կարող ենք մենք ենթադրել, որ ուրեմն այդ կացարանի բնակիչը զուկա ձկնորսությամբ զբաղվեր Սևանը կողքնա մոտա խաղացել, որովհետեւ խաղաքար, այսինքն այդտեղ մարդիկ նաեւ իրենց առօրյայում ձուկ են կերել են էլի մանր եղջերավոր անասուններ ընդ որում հավանաբար իրենց հետ են մի հատվածում ապրել եւ տները ինչպես են եղել, այսինքն մի փոքրիկ ուրեմն այս սենյակից է փոքրիկ կացարանի պեղումները մեզ շատ կարևոր ուրեմն տեղեկություններ են հայտնում։ Մենք շատ հաճախ, գիտեք, պետքա մանրուքների վրա կենտրոնանանք։ Ես հիշում եմ Ջարեդ Դայմոնդի գրքերից մեկը, որ կարդում էի, ինքը ասում էր, որ ամենահրաշալի հայտնագործությունը դա այդ բնակավայրի աղբանոցն է։ Երբ որ դու գտնում ես աղբանոցը եւ այնտեղից գտնում ես ոսկորներ, դու հասկանում ես ինչ են կերել, գտնում ես առարկաներ, որոնք իրենք նետել են, դու հասկանում ես ինչ են իրենք օգտագործել։ Տեսեք, շատ լավ բան եք ասում, օրինակ տեսեք Այանիսից, որը Ուրարտական հայտնի հնավայրերից մեկն է, ուրեմն գտնվել են շան ոսկորներ, բայց այդ շան ոսկորների վրա մարդու ատամի հետքեր։ Այսինքն ինչ որ մի հատ փուլ է եղել ըստ երևույթին Այանիսում, որ այն աստիճան կատաստրոֆիկ սով է եղել, որ սկսել են շուն ուտել։ Այսինքն սա մի հատ շատ կարևոր հարցի պատասխան է տալիս եւ մենք գիտեք մենք պետքա շատ կոնտեքստուալ առումով նաեւ նայենք ու գիտությունը զարգանում է, մանավանդ պատմությունը ինքը կարա շատ խեղաթյուրվի, որովհետեւ ինչքան մենք նայենք, այդքան շատ ավելի մեր զինանոցը շատ ավելի այսպես պատրաստ կլինի դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որ այսօր մեր դեմ են ուղղվել, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի ինչ ասես, ով ասես, փորձում է մեր պատմությունը աղավաղի, չգիտեմ, եւ Ուրարտուից մեզ հետ պահի, եւ Էրեբունուց մեզ հետ պահի, եւ մեզ սարքի ինչ որ եկվոր, որոնք կամ գաղութարար, այսինքն այս երբ որ մենք ունենում ենք այդ կոնցեպտուալ մոտեցումը, այդ գիտելիքները, հա, երբ որ դու մարդուն ասում ես օրինակ մի անգամ իմ մեր թուրք գործընկերներից մեկի հետ խոսում ենք ու խոսում ենք նույն ժառանգականության մասին, օրինակ մենք ասում ենք, տես մենք Կարմիր Բլուրում օրինակ գտել ենք մի կառույց, որը կամ իջևանատուն է կամ ձիանոց է, հա, որը մենք ունենք հետո նրա նմանը հողմիկում, անտիկ փուլում, հա, եւ ունենք հիշատակություններ իջևանատների մասին խորենացու մոտ, եւ որն է հետաքրքիր, որ այս կառույցը հանդիսանում է մեր միջնադարյան քարավանատների նախատիպը, այսինքն ունենք շարունակականություն եւ այստեղ արդեն երբ որ դու այսպես ներկայացնում ես, այստեղ գրեթե հարցեր չկան, այս ամենը շատ կարեւոր է սրա մասին խոսալը։ Հա, Միքայել ջան, դու գրեթե գիտես ինչ, դու ներկայացնում ես ու կանխելով իմ բոլոր հարցերը, որոնք ես պատրաստել եմ, որից ինչի համար ես շատ ուրախ եմ, ու այստեղ ունեի այդ հարցը իհարկե, որ ասենք էլի անցած անգամ մի քիչ խոսեցինք, բայց հասարակ մարդու կենցաղը ոնց էր, ինչ էին ուտում, ինչ էին աճացնում, ինչպես էին տնտեսությունը կազմակերպում։ Մենք ունենք այդ հարցերի պատասխանը։ Իհարկե, մասամբ ունենք այս առումով
շատ լավ աշխատանքներ են առնում նույն հնաբուսաբանները, նույն օրինակ Ռոմանը Հովսեփյան հնաբուսաբան տարբեր հնակենթանաբանները, նույն Նուշիկը Զարիկյան իր հետ աշխատում ենք եւ մեր արտասահմանցի այլ գործընկերներ, տեսեք նախ օրինակ Կարմիր Բլուրից հայտնաբերվել է այրված օվալաձև հաց անցքով։ Նույն են հացերը, որ մենք այսօր կիրառում ենք, դա էլ շարունակականության մասին է խոսում։ Էլ գարի, կորեկ, ցորեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչն է հետաքրքիր, ուրեմն այս բաստամից մի սալիկ կա, կավի եւ ինչ որ մի ծառ կամ բույս է եւ ուրեմն ինչ որ մեկը կերել է սա եւ ուրեմն վեճ է գնացել թե ինչու են կերել եւ ասում են որ պետքա դու վերադարձնես այդ բույսը, որը հիշատա ուդու է կամ ուդու է անունով է հիշատակվում։ Օրինակ հիշատակվում է շատ խալուլին, որը խաղողն է ըստ երևույթին, կամ գինին, բնականաբար գինի էին խմում, գարեջուր էին խմում, օրինակ գարին շատ կարևոր էր, որովհետև շիլան շատ կալորիականություն ունեցող տարբեր տեսակի ձուկ, ուրեմն հետաքրքիր է, որ օրինակ որ մենք օցաբերդում պեղումներ էինք անում, Ռոմանի արված հետազոտությունները ցույց տվեցին, որ մենք այնտեղից ահագին կորեկ ունենք։ Իսկ կորեկը Սևանի ավազանին այդքան էլ բնորոշ չի։ Եվ ըստ երևույթին հենց ուրարտական արքաների, ուրեմն արքաների արշավանքների շնորհիվ էլ կորեկը եկել է հենց այդ տարածաշրջան եւ հետո իրանցից հետո ըստ երևույթին անհետացել, հետո ինչ որ մի փուլում ես լսել եմ, որ Սևանի ավազանում քիչ կորեկ փորձել են այսպես մշակել աճեցնել, բայց այնտեղի դա բան չի, բայց նույն Կարմիր Բլուրից պատկերացրեք էլ ձմերուկ, էլ տարբեր տեսակի բույսեր, այս ամենը շատ հետաքրքիր է։ Մենք պետքա նույն հագուստը, ինչ են հագել, ինչ գույնի հագուստ են հագել, կենթանիները որտեղ են ապրել, իհարկե կան տեղեկություններ, բայց այսօր օրինակ գիտությունը հնարավորություն է տալի, օրինակ մենք կարող ենք ինչ որ հողի մի հատվածը վերցնել, հատուկ անալիզի տալ եւ այնտեղ կարող են մեզ տալ, ասենք օրինակ այդտեղի բնակիչները նույն կարող են տեքստիլի կամ հագուստի տեսակի մասին մեզ տեղեկություն հաղորդեն կամ ասեն դրա մեջ, ասենք, չգիտեմ, ֆոսֆատ կա, ինչ որ բանի թրիքի հետքեր կա եւ այլն, ընդ որում ասեմ թրիքը եւս գտնելը ֆանտաստիկ, ուրեմն Ռոմանը եւ Նուշիկը օցաբերդից մի թրիք էին ուսումնասիրել, որի մեջ երկու բզեզ էին գտել այրված, երբ ինչ որ հրդեհ ա եղել եւ այսինքն այս ամենը նաև կենթանական աշխարհը, բուսական աշխարհը, կլիման, որը չափազանց կարևոր նշանակություն ունի, այս ամենը շատ մեծ տեղ են տալիս եւ բնականաբար այս առումով շատ կարևոր է եւ դամբարանները, բայց նույն Ուրարտուի համար շատ կարևոր է ուսումնասիրել ոչ միայն ամրոցները, այլ ամրոցից դուրս եկող տարածքները, որտեղ մենք այս հասարակ բնակչության կամ միջին խավի կամ ավելի ցածր խավին այսպես փորձելով իրանց եւս բացահայտել, շատ հետաքրքիր մենք տեղեկություններ ենք իրենց մասին ստանում, իսկ բանը հետա Լև Կլեյնը մի հետաքրքիր բան ունի, ասում է հնագետը նույն քննիչն է ըստ երևույթին, որը բայց դեպքի վայրից մի 3000 տարի ուշացել է։ Եվ դա նաև այդ քո պատմած ինձ թվում է շատ ոգևորիչ է նաև երևի երիտասարդ սերնդին, որ հասկանան ինչքան հետաքրքիր է այդ բացահայտումները, որովհետև մենք շատ հաճախ պատմությունը վերածում ենք զուտ քաղաքական պատմության,
թակավորների եւ ճակատամարտերի թվարկումներով, որը շատ դեպքերում, ասենք, աշակերտներին վանում է։ Ես իմ երեխաների օրինակով գիտեմ, որ ասենք զուտ իսկ երբ որ դու մարդկայնացնում ես պատմությունը, ինչպես եւ դու ներկայացրեցիր, այսինքն այդ կենցաղով ուտելիքով, այդ չգիտեմ, այդ թրիկի հետազոտությունը, ուսումնասիրությունը ինքը ցույց է տալիս ինչքան հետաքրքիր գիտության հետ մենք գործ ունենք։ Մենք օրինակ տեսեք օրինակ նույն Կարմիր Բլուրում իդեպ սիրով հրավիրում եմ ապրիլի կեսից էլի սկսելու ենք պեղումները, ուրեմն Կարմիր Բլուրում երբ որ մենք հայ-ռուսական արշավախմբով ապրիլին սկսելու ենք հայ-ավստրիական արշավախմբի պեղումները, ուրեմն դամբարան ենք պեղում, մենք գիտենք, հա, մեր այս բանի ժամանակ, թաղումների ժամանակ, երբ որ մենք գնում ենք գերեզմանոց, չէ, եւ այսպես ասած այդ օղորմաթասի ավանդույթը կա, հա, պատկերացրեք մենք նմանատիպ ավանդույթ ֆիքսել ենք Կարմիր Բլուրում 2 դամբարանում, այսինքն պատկերացրեք դամբանախուցը ծածկասալերով ծածկել են եւ վրան դրված են մեկի վրա դրած են անոթը, բաժակը, ինչ որ ուտելիք եւ այս սարպատկի եւ երկու թաղում, այսինքն մի հատ չի։ Եվ ուրեմն երբ որ մի հանգուցալին Ռոմանը ուրեմն ուսումնասիրեց Ռոմանը Հովսեփյան, ըստ երևույթին ուրեմն հանգուցալի հետ, որ բռնած էր նա, հարիսայի պես ուտեստ են դրել։ Եվ սա շատ հետաքրքիր է։ Այս ամենը չափազանց հետաքրքիր է, ուտելիքը, հագուստը, կենցաղը, օրինակ մենք Մաքս Պլանկի համալսարանի հետ մեր շատ լավ գործընկերներ, ուրեմն Մարիան Անտոնոսյան եւ Սաթենիկը իրենց հետ մի ուսումնասիրություն ենք արել, թե գտնված ոսկորները Կարմիր Բլուրից, ոսկրից առարկաները ինչ կենդանիներից են պատրաստված։ Բայց ամենահետաքրքիրը մենք որոշ ոսկորներ ենք ուղարկել եւ այդ ոսկորներից նրանք կարողանում են մեզ ասել, թե այդ կենդանիները ինչ կլիմայում են ապրել։ Պատկերացրեք, այսինքն հնարավոր է նաեւ այդ կլիման եւս վերականգնել։ Այսօր գիտությունը, այսինքն այդ միջդիսցիպլինար հետազոտությունները շատ սուրենջան զարգացել են, որը մենք պետքա փորձենք հնարավորինս ամեն ինչից տեղեկություն վերցնել։ Սա շատ կարևոր է, որովհետեւ օրինակ մենք կարող ենք վերցնել, հա, օրինակ կարդանք Բուզանտ, որը չափազանց կարևոր է, հա, բայց հիմնականում մենք այնտեղ ինչ ունենք, քաղաքական, հա, արքան գնաց, արքան էս արեց, Պարսից արքան եկավ եւ այլն, հա, իհարկե կան ֆանտաստիկ դրվագներ, այնտեղ որ խնջույք կարող է հիշատակվի, չգիտեմ, եւ այլն, ինչ որ հիվանդության մասին, հա, բայց այս ամենը մենք նաեւ պետքա փորձենք լրացնենք այլ աղբյուրներում, որովհետեւ այս ամենը չափից դուրս շատ կարևոր է, որովհետեւ դա մեր պատմությունն է, դա մեր ժառանգությունն է, որի տերը մենք պետքա լինենք, ու երբ որ այդ հենց այդ ինչն էր ասածը, հա, եթե մենք մենակ տակառը ուսումնասիրենք, մենք Դիոգենեսին չենք կարողանալու հասկանանք, իսկ մեր ապագան Դիոգենեսից էլ է կախված, այս տակառի ու Դիոգենեսի համադրությունից է կախված։ Հա, ճիշտ ես, եւ հետագա ինչ պլաններ կան այս ուսումնասիրությունների առումով, դա էլ ասա ու վերջացնենք այսօր։ Հետագա Սուրեն ջան, հիմա քանի որ ավանդական հարցը քեզ արդեն տվել եմ, դրա համար հետագա հիմա գրում եմ մի գիրք Էթյունի հոգևոր համակարգերը, շատ տարվել եմ դրանով, մի աշխատանք մի գիրք գրում եմ Արգիշտի առաջինի վերաբերյալ, որը գիտեմ որ Ռուսաստանում Մոսկվայում գիրքը տպվեց, չէ՞։ Ռուսաստանում, այո, Էրմիտաժում Artis Futura ֆոնդի աջակցությամբ տպվեց Թեշեբայինի Ուրարսկայա наследие Երևանը գիտահանրամատչելի գիրքը, որը եւս կարծում շատ կարեւոր էր ու այնտեղ նաեւ տարբեր նոր նաեւ մոտեցումներ եմ ես առաջ քաշել, այսինքն տարբեր նաև գիտական թեմաներ, ավելի գիտահանրամատչելի ձևով ներկայացրել եմ, որովհետև շատ կարևոր է այսօր նաև նման ֆորմատները, գիտահանրամատչելի ֆորմատները, հիմա
մենք աշխատում ենք Կարասի գրքի վրա, որը շուտով լույս կտեսնի, հայկական Կարասի ֆենոմենը հայկական լեռնաշխարհում, սա եւս շատ կարեւոր է եւ նաեւ տարբեր հոդվածներ ենք պատրաստում, որովհետեւ գիտեք այսօր ես օրինակ ասեմ Էրեբունում աշխատելու ժամանակ նույնիսկ չեմ էլ իմացել ես Scopus-ով հոդված ունեմ, թե չունեմ, հետո տենց պատահաբար իմացա, որ 2 հատ հոդված ունեմ, բայց չեմ էլ իմացել, բայց հիմա քանի որ պատմության ինստիտուտում եմ աշխատում եւ շատ կարեւոր է այս պարագայում այդ Scopus եւ Web of Science համակարգում ունենալ, այս վերջի 3 ամսում 2 հոդված տպեցի, այս տարի կարծում եմ մոտ մի 10 հոդված մի տարվա մեջ կունենան, որը վատ թիվ չի, արդեն մի քանիսը ուղարկել, երևի մի 10 օրից մյուսը կտպվի այդ իջևանատան վերաբերյալ եւ նաեւ ունենք շատ հետաքրքիր միջդիսցիպլինար հետազոտություններ, օրինակ մեր լեհ գործընկերների հետ, ուրեմն մի շատ հետաքրքիր հետազոտություն է արվել ուրարտական խեցեղենի, ուրեմն կավի հանքերի, հումքերի եւ բաղադրությունների մասին եւ ցույց է տրվել թե օրինակ որտեղից, ասենք օրինակ Երևանու խեցեղենը որ կավահանքից է հավանաբար վերվել, օրինակ այստեղ օրինակ օցաբերդը բոլորովին տարբերվում է Արարատյան դաշտի, դե բոլորովին այլ իրողություն է, բայց նույն Երևանում օրինակ մենք ունենք խեցեղեն, որը հավանաբար Վանից է վերվել, այսինքն այս ամենը այս իրողությունները իրոք շատ հետաքրքիր են Սուրեն ջան եւ գիտեք կարևորը ժամանակը հերիքի օրինակ ես մի կողմից ուրախ եմ որովհետեւ երբ որ ես Էրեբունու տնօրենն էի ես գրեթե ժամանակ չունեի վարչական գործերով էի անընդհատ այն որ դեդլայները գալիս էին այն որ գիտեք էլի այն որ գրում էր խմբագիրը, ասում եմ մի շաբաթ հետո կուղարկեմ, մի շաբաթը դառնում էր 10 օր, 15 օր, իսկ հիմա փառք Աստծո բավական այս առումով գիտական առումով ոնց որ գիտական պարտքերս եմ վերադարձնում, ասացի Արգիշտի գիրքը կտպվի, Կարասի գիրքը կտպվի եւ նաեւ տարբեր հոդվածներ ինքս պարբերաբար դպրոցահասակների հետ եմ դասեր անում Ուրարտուի վերաբերյալ, դա իմ համար ուղղակի չափից դուրս կարևոր է տեսել եմ նկարները Facebook-ում օրինակ վերջերս ինձ հրավիրել էին ԲԿՄ ֆուտբոլային ակումբի պատանիների մոտ Ուրարտուի մասին դասախոսություն կարդացի շատ լավ անցավ եւ այսպիսի ֆորմատները շատ կարևոր են Սուրեն ջան իրականում տեսեք մի հատ օրինակ բերեմ որովհետեւ դպրոցահասակները կարող են նայեն օրինակ եթե մենք փորձենք հասկանալ հա սա եւս շատ կարեւոր է թե ինչպես է սկսվել կարմիր բլուրի ուրարտական կարմիր բլուրի ուսումնասիրությունը որից բխում է Էրեբունու ուսումնասիրությունը որովհետեւ Էրեբունում երբ որ եկել էին Արինբերտ բլուրը Իվանովսկին պեղում փորձել էր հետազոտություններ արել, ինքը տենց հաջողությունների չէր հասել, իսկ կարմիր բլուրը մենք որտեղից գիտենք 1927 թվականից առնվազն որպես Միշնադարյան հուշարձան, որովհետև նաև նրա գագաթին Միշնադարյան մատուռ կար։ Հիմա գիտես ում շնորհիվ է սկսվել այդ հետազոտությունը։ Դպրոցականների։ Չարբախ գյուղի դպրոցականները տեղ գտնում են սեպագրի բեկոր եւ տեսնում են մի հատ մարդա ձեմյոխինը որ այդ մարդը գալիս այնտեղ երկրաբաներ հետազոտություններ էր անում տանում ասում են հոպար ջան նման բան են գտել սեպագիր բեկոր են քթեր տանում են նայում են տեսնում են ռուսա երկրորդի սեպագիրն է եւ ակնհայտ է դառնում որ այս բլուրը Ուրարտական ժամանակաշրջանի փուլ ունի եւ 39 թվական 36 թվականին այդ երեխեքը գտնում են տալիս են սեպագիրը եւ 39 թվականին սկսում են պեղումները այդ 40-ականների վերջերին է կարմիր բլուրի մի ջոկատ ուղարկում են նորից Արինբերտ բլուրը հետազոտելու
Եվ 50 թվականին այդ Կարմիր Բլուրի ջոկատ, երբ որ պեղումները գտնվում է Երևանի ծննդյան վկայականներից մեկը։ Այսինքն պատկերացրեք հիմա նայող մեր դպրոցականները, որ հաճախ իրանց կողացեն, դե ինչ պետքա մենք անենք, տեսեք, ես փաստ եմ բերում այսօր Կարմիր Բլուրի հետազոտությունները, որից բխում են Էրեբունու այդ Երևանի ծննդյան վկայականի, որը ուրեմն գտնվել է, սկսել են դպրոցականներից։ Այսինքն նույն դպրոցականը կարող է շատ մեծ բան փոխի։ Հա։ Եվ այս լավատեսական նոտայով Միքայել ջան, շատ շնորհակալ եմ, որ նորից եկար, շատ հետաքրքիր զրույցեր եւ նաեւ ոգեշնչող մեր երիտասարդ այսպես սերունդին, որպեսզի զբաղվեն պատմությամբ եւ սիրեն պատմությունը։ Քեզ հաջողություն քո գործերում։ Շնորհակալ եմ։ Հանդիպենք նորից, թվում է։